Շնորհակալ եմ հարգելի նիստը վարողներ, հարգելի մարդու իրավունքների պաշտպան, հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ։ Ես մի փոքր անդրադառնամ երեկվա մեր սկսած զրույցին, երկխոսությանը։ Մեր գործընկերներից ոմանք պնդում են, որ ընդդիմությունը օրինակ համակերպվել է, այսինքն ընդունել է իրական Հայաստանի գաղափարը եւ այլն, բայց դուք իրականում կարծում եք, որ ընդդիմությունը խոսում է նրա մասին, ինչին ինքը վստահում է։ Իրականում ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ է, եւ հենց դրա համար է, որ ընդդիմության այս ամբողջ պատմությունը, որ նայում ենք, ինքը մի տեսակ թեմատիկ գլուխներ է հիշացնում, որտեղ ամեն անգամ մի բան է փորձարկվում, ավելի շուտ ոչ թե օրակարգ է փնտրվում, այլ գործիքակազմ է փնտրվում մի օրակարգ սպասարկելու համար։ Եթե հիշենք փողոցային օրակարգներ, ժեխներ, զոմբիներն էին, հետո դրանից հետո իմպիչմենտներ, հետո դրանից հետո մենք թուրք էինք, ադրբեջանցի էինք, հետո դրանից հետո ցեղասպանությունն էինք ուրանում, հետո դրանից հետո նորից իմպիչմենտն է, իսկ այս գլուխի վերնագիրներն է, որ իրանք ուզում են մեզ նույնականացնել իրենց նախկին ժամանակների հետ, այսինքն մեզ մեղադրել մի բանում, ինչում իրենց մեղադրում ենք ոչ միայն մենք, այլև ամբողջ հանրությունը։ Մի հատ ուրիշ բան էլ կա, որ պետքա մենք դրա մասին խոսենք, երբ որ մենք խոսում ենք, շատ հաճախ ասում ենք, մենք դրա պատասխանատուն չենք։ Այդ 2.5 է տեղի ունեցել, մենք 2.45 են կոալիցիա կազմել եւ այլն, ժողովուրդ, դուք միայն հոիդան չեք, դուք Հայաստան դաշինքն եք։ Ձեր շարքերում նստած է պարոն Օհանյանը, որը չեմ սխալվի, օրինակ, եթե ասեմ, որ երկու նախագահների կառավարման տարիներին առանցքային պաշտոններ եւ առանցքային դերակատարում է ունեցել։ Ձեր շարքերում նստած է Ռոբերտ Քոչարյանի որդին, ձեր շարքերում նստած Ագնես Ախամոյանը, ով համատեղ վարում է Ռոբերտ Քոչարյանի ցանկացած ասուլիս օրինակի համար։ Եվ հետո պատմությունը ցույց է տվել, որ մինչև հեղափոխությունը չկար ընդդիմություն, առանձին կուսակցություններ, իրական քաղաքական դաշտը մոնոլիտ էր, եկեք ընդունենք։ Հենց դա է նաև դրա ապացույցն է, որ հենց փողոցային պայքար է լինում, միանգամից լրիվ տարբեր կուսակցություններից հավաքվում են իրար վրա։ Այո, չկար, ամեն ինչ մոնոլիտ էր։ Այո, չկային ընտրություններ, դա էլ ոչ չեք կարա հերքեք։ Ընտրությունները ընդամենը այդ մի քանի ուժերի նորից ինչ որ տենց մանդատների վերաբաշխումն էր, որ հետո ընտրություններից հետո էլ համամասնական կարգով բիզնեսը բաժանվեր նույն ձևի, ով ինչքան շատ մանդատ ուներ, տենց մի քիչ ավելի շատ կարողա հնարավորություններ ունենային։ Պարոն Արծվիկ Մինասյանը ասում է իմ համար տենց նախ առաջնյերթին ձեռքերը լվանալով մի տեսակ շատ բաներից, որովհետև մայիսին, երբ որ դատապարտում եք, ասում եք մայիսին այդ այլանդակությունները, այդ մյուսը եւ այլն դատապարտում եք, ձեր մոտ դատապարտելը հեշտ է ստացվում, ներողություն խնդրելն է դժվար ստացվում, բայց ցավոք հարգելիներս, մայիսի 9-ի առավոտյան ես շտապել եմ ազգային ժողով։ Ես շատ շատերին եմ այստեղ տեսել ու հիշում եմ այդ շատ շատերին, պարզապես փաստեր չունենալու հանգամանքով ես չեմ բարձրաձայնում, թե ում եմ տեսել եւ այլն, բայց այն որ ես այդ ամեն ինչից տեղեկացված եմ անձամբ իմ աչքերով, այդ փաստ է։ Համսինի մասին է խոսքը, համսինի մայիս ասեցի, կներեք, համենայն դեպս, ես առավոտյան այստեղ եղել եմ և տեսել եմ իմ աչքերով և ոչ միայն ես եմ եղել, իմ գործընկերներից էլ մարդիկ կան, որ առավոտյան եղել են այստեղ ու տեսել են, թե ինչ է կատարվում ներսում։ Ես աշխատող էի և ես իմ պարտականությունն էի համարել առավոտյան այստեղ լինել։ Մյուսը ինչ էի ուզում ասեի պարոն Սերյան Օհանյանի ելույթի հետ կապված, ասում է Ռոբերտ Քոչարյանը հաղթանակած նախագահ է, նախ պարոն Մինասյան, եկեք այդ բառը չօգտագործենք, որտեղ այդ բառի մեջ երկու տառասխալ է տեղի ունենում, երբ որ ձեր խմբակցության ղեկավարը փորձում է այդ բառը գրավոր միտեղ արձանագրի, որտեղ դուք ասում եք հաղթանակած բառը ղ-ով ու ց-ով, բայց ոնց որ թե ըստ փաստերի խ-ով ու ց-ով էր գրվում, էլի։ Բայց այդ գիտեք ինչից է, որ ձեր համար ինքը հաղթանակած նախագահ, որովհետև մենք հաղթանակները տարբեր ձև ենք պատկերացնում։ Օրինակ դուք հաղթանակ եք համարում Հայաստանի Հանրապետությունը գույք պարտքի դիմաց եւ այլ պատրվակներով հանձնելը, որպիսի հնարավորություն ունենաք բանակցելու Արցախի հետ կապված։ Չճանաչվելու Արցախը, չճանաչվելու որպես առանձին պետություն կամ որոշակի որպիսի 30 կամ 20 քանից բանակցեք, բանակցելու հնարավորություն ունենաք
Արցախի թեմայով մենք այսօր ունենք Գազպրոմ, այսօր ունենք հայկական երկաթուղու փոխարեն Южно-Կավկասская железная дорога, ուր կորավ Հայաստանը, չգիտեմ։ Բայց բացի սրանից, Տիկին Գյուրեղյան, ես ձեր տեղը լինեի, երբ որ պարոն Մինասյանը այստեղից ասում էր, որ վիրավորանքներ չկար Տիկին Գյուրեղյանի խոսքի մեջ, տեղից, որպես իրան վատ դրության մեջ չդնեի, կընդունեի ու կասեի, չէ, իրականում օգտագործել եմ, էլի։ Սկսենք նրանից, որ ես չեմ հիշում վերջի անգամ իկով որպես վիրավորանք 3-րդ թե 4-րդ դասարանում եմ օգտագործել ինչ-որ մեկին մեղադրելու եւ նեղացնելու մեջ։ Բայց բացի դրանից, ինչ եք անում դուք։ Մարդը, որը խոստովանել է, որ ինքը կրթվելու իրավունք ունի, կարիք ունի, ասում եք տգետ։ Դե սենց եք անում, որ կրթությունը ընկնում է այսօրին, սենց եք անում, որ մարդիկ չեն ուզում, որովհետև ձեզ վերջի անգամ կրթել է Մաշտոցը եւ Խորենացին օրինակի համար, միգուցե դրա համար էլ հիմա կրթողներ չկան, չեք ուզում կրթությունը ընդունեք, ոչինչ նորմալ է։ Մարդու ընտանեկան կարգավիճակից եք խոսում, այն դեպքում, երբ որ օբյեկտիվ պատճառներ չկա դրա մասին բարձրաձայնելու։ Սա դասական խարան է։ Դասական խարան է, որովհետև այսա ունենալու է ատելության հետևանքներ, վաղը բոլոր միայն եկեղեցով ամուսնացածներին ասելու են, հա, դուք իրավական հիմքեր չունեցող ընտանիք հա, չէ, ձերը, հա։ Տենց ինչ որ բան։ Ուրեմն մյուսը ինչ ասեցիք նաև հա իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանի վերջի գիտության ուղղված ամենալավ քայլը եղել է այն ամենալավը ճակերտների մեջ եմ ասում, որ ուրեմն մարտի 1-ի դեպքերից հետո երբ որ տոտալ բոլոր լրատվամիջոցները վերահսկվում էին եւ ինտերնետով արգելափակված էին բոլոր լրատվամիջոցները եւ այդ ժամանակ չկար VPN-ներ, ժողովուրդը սովորեց free proxy սերվերները։ Ինչ են, սկսեց օգտագործել free proxy սերվերներ։ Այս էլ Քոչարյանի ղեկավարման տարիների կրթության հետ կապված բանը։ Ուրեմն, բայց ինչա այսօր տեղի ունենում, միջակ ժողովուրդ, ես զարմանում եմ ձեր մեր վրա այդքան վստահության վրա։ Լավ, դուք լրատվամիջոցներից գոնե մի հատ տենց մեկին չեք վստահում, այն բոլոր գործերը, որ գալիս եք այստեղ բարձրաձայնում եք, այն գործերն են, որոնց հետ կապված արդեն կա քրեական վարույթ։ Այսինքն, քանի դեռ մենք չենք ասել, որ այսպես խնդիր կա, դուք դրա մասին չեք բարձրաձայնում։ Ես իհարկե շնորհակալ եմ այդ վստահության համար, բայց բարձրաձայնել պետք չի, որովհետև քրեական գործեր են տեղի գնում, կարող է դրանով օրինակ խանգարենք ընթացքին։ Տիկին Թագուհի Թովմասյանը էլի այդ նույն բանի մեջ, որ մեղադրեն մեզ բաների կոռուպցիայի մեջ, եկել խոսում է 7 տարվա մեջ բաներ են ման գալի ու գալի խոսում է սրճարանի մասին։ Նախ ես վստահ եմ, որ Տիկին Թագուհի Թովմասյանը շատ տեղերում է տեսել այդ սրճարանները, տարբեր տենց պարլամենտներում, բայց բացի դրանից օրինակ ես Տիկին Թագուհի Թովմասյանին կհարցնեի, երբ որ ինքը իր սենյակի համար գրում էր անպայման այս գույնի բազմոց, այս գույնի վարակույր, արդյոք դա քաղաքական կարիքներից ելնելով էր, արդյոք դա օրինակ քաղաքացիների վճարած գումարներից չի վճարվում եւ այլն եւ այլն։ Կամ ասենք էլի խոսում ենք սրճարանում, սա վերաբերմունք աշխատակազմին։ Մի աշխատակազմի, որը այսօր աշխատում է միջինից ցածր աշխատավարձով, բայց որի պարգևավճարները 30%, որ գոնե ծերին այդ մարդիկ հասնեին, ձեր լրատվամիջոցները հավեսով գումարում էին իրար ստանում միլիոններ ու հրապարակում էին։ Ու այդ մարդիկ հետո ստիպված էին ելնում իրանց բնակավայրերում, իրանց հարազատներին բացատրել, որ այդ պարգևավճարը ընդամենը ասենք 150,000 դրամի վրա եկած գումար է։ Այսա ձեր վերաբերմունքը նաև աշխատակազմին, որ այդ մարդիկ սնվում էին բուֆետում, որտեղ падգամավորները չէին իջնում այդ բուֆետ, որտեղ չգիտեմ էլի, ասենք նման պայմաններում սնվելը ես նորմալ չէի համարի։ Հետո միջայլոց երեկվա դեպքը դպրոցում։ Այս ձեր այդ ատելության եւ խտրականության հետևանքն է։ Բայց քանի որ ժամանակս վերջանում է, ես չգիտեմ, շատ բան կարայի խոսայի։ Ես եկեք արագ մի հատ պարզապես մի բանի մասին խոսամ, շատ բան էի պլանավորել։ Ես ուզում եմ նաև, քանի որ ՄԻՊ-ը իր աշխատանքում դա չշեշտեց, ես շնորհակալություն հայտնեմ ՄԻՊ-ին մի գործընթացի մասին, որը հույս ունեմ շարունակական լինելու եւ ընդլայնվելու է, ես խոսում եմ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ եւ ԵՄ համաֆինանսավորվող եւ ԵԽ-ի կողմից իրականացվող գործընկերության հանուն լավ կառավարման ծրագրի շրջանակներում աշխատաժողովի մասին, որտեղ խոսում ենք զգայուն թեմաներից եւ այդ զգայուն թեմաները ինչպես պետք է արտահայտվի լրատվամիջոցներում եւ կարծում եմ հաջորդիվ կարող ենք խոսալ նաեւ այդ զգայուն թեմաների ինչպես պետք է արտահայտվի այս ամբիոնից։ Շնորհակալ եմ։